Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ռեբեկա, ինչ ես խոսում։ Էն ինչ կա։ Ես ամեն մեկի հետ չեմ կարող սենց նստել ու բաց տեքստով ամեն ինչ ասել, բայց քեզ ասում եմ, որ վերջապես ճիշտը իմանաս ու ինձ հանգիստ թողնես։ Արամը։ Գնաց։ Հա, այսինքն դու նկատել էիր, որ այստեղ է։ Ռեբեկա, այսինքն դու դիտմամբ էիր նման բաներ խոսում ու էնել բարձր տոնով։ Ինչի համար, Ռեբեկա։ Որ էլ հետ գալու պատճառ չունենա։ Որովհետև ամեն անգամ ասում է, բայց միևնույնն է վերադառնում է։ Իսկ հիմա վստահ եմ հուսով եմ, որ էլ հետ չի գա ու կհիասթափվի ինձանից։ Ռեբեկա, դու գոնե պատկերացնում ես հիմա ինքը ինչ ազգում։ Լավ բան չարեցիր։ Ես հիմա ամեն ինչ հասկանում եմ։ Քո չգալը, չզանգելը, քո սառը պահվածքը։ Սկզբում մտածում էի, որ պապիկն է արգելում, բայց հիմա հասկանում եմ, որ դու էլ կամաց ինձ ես օրվանն էիր պատրաստում, չէ՞։ Համ քեզ էի պատրաստում, համ էլ ինձ, բայց քանի գնում էր հասկանում էի, որ ես ընդհանրապես պատրաստ չեմ։ Սրանից պատրաստել ոնց է լինում, Արման։ Դու ուղղակի չես ուզում հասկանաս ինձ։ Չեմ ուզում ես քեզ հասկանամ։ Չեմ կարող ես քեզ հասկանամ, Արման։ Որովհետև այս պայդրությամբ էլ մեր միջև ոչ մի խնդիր չկա, որ ես ասեմ կարող է խանգարի մեր կապին։ Արման, դու ուղղակի որոշեցիր ու տենց արեցիր այդքան բան։ Դու ինձ ոնց ես տենց մենակ թողնում, Արման։ Պապիկը եթե քեզ արգելեր, դու անգամ մեր տուն չէիր կարողանա մտնել, բայց դու գալիս էր, երբ որ ես քեզ համոզում էի, ուղղակի սերը համոզելով չի լինում։ Էլկա, ախր կարող է հենց հիմա մեզ հետևում են։ Ու ես չեմ ուզում, որ իրանք հասկանան, որ դու իմ թույլ տեղն ես։ Իրանք քեզ հենց դրա համար կվնասեն, հասկանում ես, իսկ ես այդ ամեն ինչը չեմ կարող թույլ տալ։ Արման, ուրեմն ասա, որ մենք էլի կմիանանք։ Ասա, որ բոլոր հարցերը կլուծվեն ու մենք էլի կմիանանք, Արման, ասա, որ այս ամեն ինչ ուղղակի այդ մարդկանց աչքերին թոզ փչելու համար է։ Արման, խնդրում եմ քեզ։ Ասա, որ ինձ մենակ չես թողնելու։ Խնդրում եմ, ասա, որ այս ուղղակի մտածված պլան է, Արման, ասա։ Ես չեմ կարող հորս մասով քեզ ինչ-որ բաներ խոստանամ։ Ես ամեն օր կարող եմ ինչ-որ նոր խնդրի առաջ հայտնվեմ, հասկանում ես։ Եթե դու ուղղակի ուզենայիր։ Լավ էլի, քո կարծիքով իմ ուզածն ես, հա։ Ինձ տուն տար։ Կանչի թող մարդկա ինձ տուն տանի։ Էլկա։ Արման, ինձ ուղղակի տուն տար։ Զանգի Ռեբեկային կամ Սարային թող գան ինձ տուն տանեն։ Ես քեզ կտանեմ։ Չեմ ուզում դու ինձ տանես։ Վտանգավոր չի, Արման։ Շատ լուրջ է այս ամեն ինչը, ախր ոնց չես հասկանում։ Մեր սերն էլ կատակ չէր։ Կատակ չէր, որ դու սենց թողնեիր մի օրվա մեջ ու անցնեիր առաջ։
Ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է։ Ես տեսնում եմ, որ լավ չես, բայց այն ինչ արեցիր այսօր Արամի հանդեպ, շատ դաժան էր։ Գիտեմ, բայց հավատա սա է ամենաճիշտ տարբերակը։ Դու այդ տղայի զգացմունքներն արժե զրկեցիր։ Ինքը ախր քեզ շատ է սիրում, կարող էր, չգիտեմ, ուրիշ տարբերակ մտածել ցանկացած բան, բայց ոչ սենց։ Սար ուրիշ տարբերակ չկա, ես 1000 անգամ իրան տարբեր ձևերով ասել եմ, հասկացրել եմ, բայց ինքը համառ է, ինձանից համառ է ու հետ չի կանգնում իր որոշումից։ Ոչինչ, թող հիմա ինձ ատի, բայց կարևորը շուտ կկարողանա իր կյանքը դասավորել։ Ռեբեկա, ախր դու Արամի հանդեպ արդար չես։ Ոչինչ, թող ես պատմության անարդարն ու վատը ես լինեմ, բայց ես չեմ զղջում իմ արածի համար։ Բայց պատկերացնում ես քո խոսքերը լսելուց ինչ հասկացել ինքը։ Սար, մի բան խնդրեմ, էլի արի փակենք այս թեման ու էլի երբեք չբացենք, լավ, որովհետև ամեն ասված բառ իրավիճակը ավելի ավատացնում։ Ես հասկանում եմ, որ դու ուզում ես ինձ օգնես, բայց ես պատրաստ չեմ նոր հարաբերությունների։ Այդ ամեն ինչը ինձ ուղղակի ցավ է պատճառում, ուրիշ ոչինչ։ Այսօր ես շատ վատ բան արեցի։ Բայց ավելի լավ Արամը հիմա ցավ ապրի ու հիասթափվի ինձանից, թե չէ հակառակ դեպքում ինքը երբեք չէր համակերպվի այդ ամեն ինչի հետ ու այս ամեն ինչը երկար կշարունակվեր։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ոչ մի բան մի ասա, ուղղակի խնդրանքս կատարի, լավ։ Հիմա ինչ, քեզ շնորհակալություն ասեմ, որ ինձ տուն ես բերել։ Դե, մենք արդեն օտար մարդիկ ենք, չէ՞։ Էլկա, խնդրում եմ, գոնե փորձի դրությանս մեջ մտնել ու հասկանալ ինձ։ Չեմ հասկանալու։ Չեմ հասկանալու ոնց ես մի փոքր խնդրի պատճառով ինձ մենակ թողեցիր Արման։ Ինչ մի փոքր խնդիր, Էլկա։ Այս ամեն ինչը քո համար փոքր խնդիր է։ Կյանքդ հազիվ եմ փրկել, դու հիմա սայլակի վրա ես ու ասում ես այդ փոքր խնդիր է։ Դու չես էլ կարա պատկերացնես, թե իմ հետ ինչ է կատարվում, որ հիմա պետքա ներս մտնես ու ես քեզ էլ չեմ կարա համարեմ իմը։ Բայց ես շատ լավ հասկանում եմ, ախր խոսքը քո անվտանգությանն է վերաբերում ու ես վստահ եմ, որ Սարոյանից լավ քեզ ոչ մեկ չի կարող պաշտպանել։ Եթե մենք միասին լինենք, ես չեմ կարողանա դրանց հետ կռիվ տալ, որովհետև միշտ մի քայլ հետ կլինեմ ու կմտածեմ հանկարծ այնպիսի մի բան չանեմ, որ քեզ կվնասեն։ Արման, եթե մենակ էդ է խնդիրը, ինչի չես ասում, որ մենք էլի կհաշտվենք։ Ինչի չես ասում, որ ամեն ինչ կանցնի։ Եթե մենակ էդ է խնդիրը, ինչի չես ասում, որ հետո ամեն ինչ նորմալ կլինի, Արման։ Ոնց քեզ խոստանամ մի բան, որ ինքս էլ վստահ չեմ, Էլկա։ Հա, իմ հերն է, բայց անպատասխանատու մարդ դուրս եկավ։ Ես ոնց քեզ վստահ ասեմ, որ էլ ոչ մի բան չի լինի։ Ախր դու էլ քո ընտանիքն էլ չափից շատ եք դուժել, ու ես չեմ կարա թույլ տամ, որ քո հետ նորից ինչ-որ բան լինի։ Եթե քո հետ նորից բան պատահեց, ես ուղղակի կմեռնեմ, հասկանում ես։ Հիմա ինչ։ Թողելու ես ինձ ու գնաս։ Էլկա, ինչ ես այդքան տանջում, ախր այդքան բացատրում եմ քեզ։ Արման, ես հասկանում եմ։ Ուղղակի սիրտս չի ընդունում։ Դրանք շատ լավ գիտեն, որ մենք միասին ենք։
Ու եթե մենք բաժանվենք, իրանք ուղղակի հեռու կքաշվեն քեզանից։ Էլկա, ես քո համար պատասխանատու եմ։ Հիմա ինչ։ Վերջ, հա, Արման։ Դու մի օր հաստատ կհասկանաս ինձ։ Ոչ հասկանալու եմ, ոչ էլ ներելու եմ։ Կհասկանաս, վստահ եմ, որովհետև այս ամեն ինչը առաջինը հենց քո համար է։ Ուրեմն եթե դու ես այս որոշումը կայացրել, գնա ու էլ չգաս։ Չգաս ու չհայտնվես իմ կյանքում։ Պարզ է։ Արման, կյանքում ոչ հասկանալու եմ, ոչ էլ ներելու եմ քեզ։ Կյանքում չեմ հասկանալու ոնց կարելի էր սիրած մարդուն սենց հեշտ բաց թողնել։ Ես կզանգեմ Սարային, կօգնի դու ներս կգնաս։ Մի զարմացիր ես եմ։ Ինձ թված Արմանս կլինի։ Դու Արմանին են օրի չես գցել, որ Արմանը քեզ տեսակ չեն գա։ Այդ ոչ քո գործն է, ոչ էլ որևէ մեկի։ Պետք չի խառնվել իմ ու իմ տղու կյանքին։ Հանգիստ թողեք մեզ։ Ես հանգիստ եմ թողել Արմանին։ Բայց ասեմ քեզ, դա ի վնաս իրեն է լինելու։ Ես մտածում էի, որ դու խելքի կգաս ու ինքդ հանգիստ կթողնես տղայիդ։ Բայց ես հիմա դրա համար չի, որ եկել եմ։ Չեմ եկել ոչ վիճելու քեզ հետ, ոչ մեղադրելու, այլ զրուցելու մի թեմայի շուրջ, որը ինձ էլ քեզ էլ շատ հետաքրքիր կլինի։ Որպես հասուն տղամարդ, ասում եմ քեզ, հանգիստ թող Արմանին, ում կյանքը այս պահին շատ վտանգված է։ Էլկա կասես ինչ ա եղել։ Մենակ թե չասեք, որ դուք չգիտեիք։ Մենակ թե չասեք, որ այս պլանավորած չէր։ Բոլորի ցանկությունը կատարվեց, վերջ, ես ու Արմանը բաժանվեցինք։ Ես իմ սենյակ եմ ուզում գնամ։ Այդ դեպքում ես քեզ կտանեմ սենյակ, հետո ես դուրս կգամ, եթե չես ուզում մնամ։ Գարիկ երբեք մտքովս չեր անցնի, որ օրերից մի օր ես այստեղ քեզ հետ կզրուցեմ այդ հարցի շուրջ։ Գուցե ինչ-ինչ բաներում ես իրավունք չունեմ մեղադրելու քեզ, որովհետև ես էլ մեղավոր եմ քո առաջ, բայց դա կապ չունի, թե այն ինչ եմ խոստացել ես քեզ ու ինչ եմ արել, դրանից իմ մեղքի չափաբաժինը չի փոքրանում։ Ձեր պատճառով ես իմ կյանքի լավագույն տարիներն եմ կորցրել։ Ես իմ կնոջն եմ կորցրել։ Իմ երեխու հետ ապրելու ժամանակն եմ կորցրել, հասկանում ես։
Գիտեմ ու ճիշտ այդ պատճառով էլ չեմ կարողանում ավելին ասել, քան կարելի է ենթադրել։ Ես իմ մեղքի չափաբաժինը ունեմ։ Գարիկ, ինչքան էլ ես հասկանամ ու ընդունեմ իմ մեղքի չափաբաժինը, ես գիտեմ նաև, թե ինչ եմ արել քեզ համար։ Այս դեպքում կարծում եմ ես նույնպես իրավունքներ ունեմ արգելելու Արմանին ինչ-ինչ բաներում, խնդիրները հարթելու։ Ես Արմանին վերաբերում եմ որպես իմ տղայի, ճիշտ են իրավունքով եմ վերաբերում նրան, ինչ իրավունքով, որ ժամանակ առաջ Սարային եմ վերաբերվել։ Ես արյունակցական ոչ մի կապ չունեմ այդ տղայի հետ, բայց կրկնում եմ, իմ տղայի պես եմ վերաբերում։ Իսկ դու որ նրա հայրն ես, դու ինչ ես արել նրա համար։ Կամ հիմա գոնե դու գիտակցում ես ինչ ես անում։ Դու հասկանում ես, որ նրանք Արմանին հանգիստ չեն տալիս։ Դու գոնե այդքանը հասկանում ես։ Ոնց որ թե վերջ, հա? Ապրես ախպերս։ Ախպերս, ես ինչ պատմության մեջ ես ընկել։ Ես ոնց հասկանում եմ, պիտի ես ամեն ինչը լուծված լիներ, բայց փաստորեն չէ։ Դե հա, ես էլ էի սկզբում տենց մտածում էի, որ հանդարտվել են, հանգստացել են, բայց փաստորեն ամեն ինչ դեռ նոր է սկսում։ Ոնց եք, ինչ կա։ Ես լավ էլ ոնց որ հաշվարկ էիր արել, հա, հենց գործը վերջացրեցինք, նոր եկար։ Արամ ջան, ես ձեր նման պարապ չեմ, ամբողջ օրը նստած մնամ։ Հա, Գոր ջան, մենակ դու չէիր ասել այսօր դրա մասին, մեն էլ դու էլ ասեցիր։ Թեթև տարկատակ եմ անում։ Ախպերս այսօր ոչ ես կատակի հավես ունեմ, ոչ էլ Արմանը։ Հա, ճիշտ ասած, որ գալիս էի, տան դիմացից արդեն տխուր դուդուկի ձայնը լսվում էր։ Նա է, իրա ձենը տակ տեղից է դուրս գալիս, հանգիստ կատակներ է անում։ Լավ, ասեք իմանամ ինչ է կատարվում։ Ինչ որ մեկին դեմքով ճանաչեցիր։ Չէ, ես ում որ ճանաչում եմ, դրան արդեն ձերբակալել եմ։ Ու ամենավատը հենց էդ է, որ ես չգիտեմ, թե ումից պետք է զգուշանամ։ Կարող է իմ կողքերը ֆրֆրան, Էլգայի կողքերը ֆրֆրան, բայց ես այդպես էլ չհասկանամ, որ դրանցից մեկն է։ Լավ չի։ Այսօր Էլգայի հետ խոսացի։ Եվ վերջ։ Այսինքն վերջ։ Դե ինչքան էլ դժվար է, բայց վերջ։ Լավ բաներ չես ասում, Արման։ Ես Ռեբեկայի հետ չեմ խոսել, բայց մեր մեջ էլ վերջ ախպերս։ Դու հենց հիմա բարդ նախադասություն ես ասում։ Ձեր մոտ ամեն օր էլ վերջ է լինում ու սկիզբն էլ խառնվում է իրար միշտ։ Դե ես մտածում էի ներվերս կարող է դիմանա։ Հետո հասկացա՞ր, որ հույս չկա։ Գոր ջան, արի չխորանամ, հա։ Ինչքան էլ շատ եմ սիրում իրան, ամեն ինչի պատրաստ եմ իր համար, բայց ինքնասիրությունը ամենակարևոր բանն է այս աշխարհում։ Կարող է ամեն դեպքում պատուհանները բացեք, մի քիչ սենյակը օդափոխվի։ Այն օրվա տվածը դիմակը մոռացել եմ, չեմ ուզում հարսանիքիցս առաջ վարակվեմ։ Չէ, էլի, ախպերական։ Գոնե թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի։ Այ քեզ անարդար կյանք։ Քեզ ինչ եղավ։ Տղեկ, ոնց նայում եմ, ձեր միջի փայլող աստղը ու լուսավոր կետը
Եվ վերջապես գանձը ես եմ։ Ասենք ինչի այդ ընտանիքից հենց այդ մի աղջիկը պիտի տենց անհաջող դուրս գար ու հենց ինքն էլ հանդիպեր ինձ։ Վայ բախտ բաժանող։ Ասում կաղա մի հատ էլ խառնես, նորից բաժանես։ Լավ թարգի, այ ինքնահռչակ գանձ։ Ախպերես, ես տոմս եմ առնում ու գնամ։ Էդ ուր ես գնում։ Տուն, ուր։ Հիմա դու լուրջ ես խոսում։ Հա, ախպերես, հաստատ։ Դու ոչ մի տեղ էլ չես գնում, դու իմ հարսանիքին պետք է ներկա լինես։ Քո հարսանիքը մինչև մյուս տարի որ լինի, լավ է։ Ես ինչ հիշում եմ, ձեր հարսանիքն է, բայց հələ տեղ չենք հասել։ Հաշվենք, որ չլսեցի հենց հիմա դու ինչ ես ասում։ Դու պետք է ներկա լինես իմ հարսանիքին ու ես ազաբի կարիք ունեմ։ Ես գիտեի դու Սառայի կարիքն ունես։ Կատակա անում էլի։ Դե բա ինչ անեմ Գորջան։ Ես ազապ չեմ լինելու ու ընդհանրապես չեմ կարողանալու գալ։ Ու ինչի։ Պայմանավորված եմ։ Պանիխիդա պիտի գնամ այդ օրը։ Գարիկ Արմանը չգիտի, որ ես հիմա այստեղ եմ ու չգիտի նաև թե ինչ եմ զրուցելու քեզ հետ։ Ու լավ կլինի, որ ընդհանրապես ոչինչ չիմանա։ Երբ Արմանը իմ տանն էր, ես գիտեի, թե նրան ինչ է հարկավոր, գիտեի, թե ինչով կարող եմ օգնել, բայց հիմա ես նրան ազատել եմ աշխատանքից։ Ազատել եմ, որովհետև Արմանի ներկայությունը խիստ վտանգավոր էր դարձել իմ ընտանիքի անդամների համար։ Չհասկացա։ Արմանս հետ ինչ պետք է աներ, որ քո տանեցների համար վտանգ ներկայացներ։ Արմանը երբեք էլ ոչինչ չի արել, բայց միշտ հայտնվել է վտանգավոր պատմությունների մեջ։ Որովհետև դու մոռացել ես, որ տարիքը տառած հասուն տղամարդ ես ու պատասխանատվություն ես կրում որդուդ համար։ Նորմալ չի, Գարիկ, որ Արմանն է լուծում քո խնդիրները։ Դու հասկանում ես, չէ՞, որ կարող է Աստված մի արասցե գա մի պահ, այնպես վնասեն Արմանին, որ հետ դարձի ճանապարհ չլինի։ Լավ, դու ինչ ես ուզում այդ տղայից։ Ինչի՞ չես թողնում հանգիստ ապրի։ Իմ տանն է ապրել, ես գիտեմ, համեստ, խելացի, ինչքան էլ ես որ նրան տեղ եմ տվել, միևնույն է նույն համեստն է մնացել։ Հիմա հազիվ եկել է այն ժամանակը, որ այդ տղան պիտի ապրի ու երջանիկ ապրի։ Ինչի չես թողնում, որ խաղաղ ապրի իր կյանքը։ Ինչի Գարիկ, ինչ ես տվել, որ չես կարողանում առնել այդ տղայից։ Ես հիմա այստեղ եմ, որովհետև պաշտպանում եմ իմ թոռներին, Արմանին հեռու պահելով ինձնից։ Հիմա ես այլևս չեմ կարող վերահսկել Արմանին։ Չեմ կարող։ Բայց կարող եմ պահանջել քեզնից, որ հանգիստ թողնես այդ տղային, քո տղային հանգիստ թողնես։ Ամոթ է, արժանապատվություն ունեցիր գոնե։ Դու նրա համար ոչինչ չես արել, բայց նա ազնվագույն որդի է եղել ու երբեք քեզ մենակ չի թողել։ Գարիկ, դու քո տղային քո սեփական քմահաճույքների զոհը մի դարձրու։ Դու դրա իրավունքը չունես։ Ու վերջին անգամ եմ ասում, թող որ այդ տղան հանգիստ վայելի իր կյանքը։ Իր խնդիրներն էլ քիչ չեն։ Ու եթե չես կարողանում օգնել, գոնե մի վնասիր։
Էլկա, ես չգիտեմ սենց դեպքերում ինչ են ասում կամ ոնց են օգնում, բայց եթե դու ինձ ասես ես ինչով կարող եմ քեզ օգնել, ես ամեն ինչ կանեմ քո համար։ Ռեբեկա, ինչի ես քեզ սենց պահում։ Դու են մարդն էիր, ով ամենաշատն էր դեմ այս հարաբերություններին։ Դու հիմա ամենաուրախը պիտի լինեիր։ Հա, ես դեմ էի։ Բայց ես կարողացա ինքս իմ մեջ ուժ գտնել ու հաղթահարել բոլոր պատնեշները։ Ու ես ընդհանրապես ուրախ չեմ, երբ դու տխուր ես։ Ռեբեկա, ես չեմ կարողանում հավատամ։ Ինձ թվում է, որ Արմանը էլի կգա, կզանգի, ամեն ինչ առաջվանը կլինի։ Ես ոնց եմ ապրելու առանց Արմանի։ Ախր ես իրան իրոք չափից շատ եմ սիրում։ Էլկան մտածում է, որ իմ համար հեշտ է այս ամեն ինչը։ Տենց էլ չհասկացավ ինձ ու ինձանից նեղված գնաց։ Ինչ պիտի անես բա։ Կարող է առավոտ գնաս մոտը։ Գիտես ոնց կուզեի, բայց ախր որ գնամ, ասածներիս իմաստը կկորի։ Եթե հարցը անվտանգության մասին է, պետք էլ չի։ Ինչ իմանաս, կողքով կարա քայլի, ինչ կարա լինի։ Դե հա, հենց էդ էլ մտածում եմ։ Էլկային արդեն մի անգամ վնասել են, ու ես չեմ կարա թույլ տամ, որ այդ ամեն ինչը նորից կրկնվի։ Ախր գոնե պատկերացում ունենայի, թե ով են, ինչ տեսք ունեն։ Տղեկ ասում կարող է ստեղ կամերաներ դնենք։ Ոնց էլ լինի, էլի կգան էլի ես կողմ։ Համ էլ գոնե կիմանանք ինչ տեսք ունեն։ Հույս ունեմ, որ գոնե տղամարդկություն կունենան ու կգան դեմ դիմաց կկանգնեն կխոսեն։ Արման, ինձ թվում է կարիք չկա, չէ՞ քեզ հիշացնելու, որ ցանկացած հարցով, ցանկացած ժամին պետք է զանգես ինձ։ Ապրես ախպերս։ Ախպերս ինձ էլ կարաս ցանկացած հարցով զանգես, բայց ոչ գիշերները էլի, որովհետև ես գիշերները քնած եմ լինում։ Ինչքան ուզում ես զանգես մեկը չեմ պատասխանելու։ Էդ ինչ տափակ մարդ ես դու, բայց Հա, բայց Գորջանի չի եմ տափակ։ Լավ էլ պալապած տղա եմ, ուղղակի ես շորերից է երևի լավ չի երևում։ Բայց ինչ լավ արեցիք, որ եկաք, թե չէ արդեն մենակ ցնդում էի։ Արման ջան, եկանք, բայց արդեն ուշա պետքա գնանք, դու գալիս ես։ Ախպերս, ես Արմանի հետ դաշինք եմ կնքել ու այս բազմոցն էլ ինձ ա տվել, ես տեղ կմնամ։ Լավ տեղավորվել ես, ապրես։ Հա, չեմ բողոք։ Դե այդ դեպքում բարի գիշեր, առավոտ կզարթնենք կհասկանանք ինչ ենք անում։ Գորջան, Սարայի հետ որ խոսես, կարիք չկա ասես։ Ես ամեն ինչ լավ հասկանում եմ, կհարցնեմ Էլկան ոնց է, քեզ պետք է հարցնեմ Ռեբեկան ոնց է։ Ինչ Ռեբեկա։ Yeah։ Հա, ախպերս, ես տենց անունով մարդ չեմ ճանաչում։ Փաստորեն տենց։ Գորջան, եկեք ես գիշերվա կեսին նորմալ թեմաներով խոսանք, հա։ Ինչի Ռեբեկայի անունը լսում ես քնած ֆոբիաներդ զարթնում են ու չես կարողանում քնես, հա։ Ախպերս կլինի, այդ անունը էլին մոտ ընդհանրապես չտակ։ Իրանից էլ եմ կուշտ, իր անունից էլ եմ, լավ կուշտ։ Լավ, էլ բան չեմ ասում, վերջ։ Բարի գիշեր, ես գնացի։ բարի գիշեր։ Հեսա գնամ քո համար անկողին բերեմ։ Չէ, ախպերս պետք չի։ Մեկա չեմ քնելու։ Լույսը բացվի դուրս կգամ։ Դե ինչ ես լսել, որ այդ վիճակում ես։ Լավ, էլ բան չեմ հարցնում։ Մեկա ես էլ տրամադրություն չունեմ խոսելու։ Հեսա մի 2 ժամից լույսը կբացվի, բայց մենք դեռ նստած ենք։ Հա, քանի կար ես էլ չէի քնում։
Մտածում էի, նեղվում էի։ Ինձ թվում է Ռեբեկան էլ իմ նման քունը կորցրել է ու տանջվում է, բայց փաստորեն չէ։ Արման, դու գոնե գիտես, որ Էլկան քեզ սիրում է ու պատրաստ է քո հետ պայքարի։ Բայց Ռեբեկան։ Դու էլ գիտես, որ Ռեբեկան քեզ շատ է սիրում։ Չէ, ախպերս։ Էլ ոչ մի բան չգիտեմ։ Լավ, արի դու գնա քո դարդը լացի, ես էլ ստեղ իմ հետ կռիվ տամ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի լույս։ Բարի լույս բալես։ Ինչ լավ է որ տանն ես, որ խնդրեմ կօգնես թևնոցս կապեմ։ Հա իհարկե։ Տեսնեմ։ Մի քիչ դժվար է ստացվում։ Հատկապես իմ համար։ Շնորհակալ եմ։ Իսկ Էլկան ու Ռեբեկան դեռ չեն արթնացել։ Վաղուց են արթուն։ Ինձ թվաց նույնիսկ չեն էլ քնել։ Բակ են դուրս եկել բալես։ Ոնց էր Էլկան։ Շատ վատ։ Բոլորիցս նեղացած է, ոչ մեկիս հետ չի շփվում։ Դե բնական է, այդպես էլ պիտի լիներ։ Ինքը հենց սկզբից էլ հասկացել էր, որ բոլորս ինչ-որ բան թաքցնում ենք։ Հիմա էլ Արմանից բաժանվելուց հետո շատ ծանր վիճակում է։ Ուզում էի մոտը մտնել, բայց չթողեց։ Բարի լույս։ Բարի լույս, պապ ջան։ Բարի լույս։ Ոնց ես, պապի ջան։ Լավ եմ։ Պապ ջան, Արման երեկ քո համար դեղեր էր բերելու, փոխանցեց, ասեմ քեզ, որ դեղերը շուտով ավարտվում են։ Շնորհակալ եմ։ Պապի, բայց դու նորմալ խմում ես, չէ՞։ Հա, իհարկե։ Նորմալ խմում եմ, արդեն լավ եմ, մի անհանգստացեք։ Ես էլ պիտի արդեն գնամ։ Ուշանում եմ։ Էլկա, կարող է գնամ սուրճ դնեմ, բերեմ խմենք։ Չէ, Ռեբեկա, ոչ մի բան չեմ ուզում։ Ես ավելի լավ է սպասեմ։ Երեկվա եղածից ուշքի չեմ գալիս։ Լավ եք, աղջիկներ։ Լավ, պապի ջան, դու ոնց ես։ Լավ, ես էլ եմ լավ։ Հատկապես երբ հրամանները տիրագործվում են, չէ՞։ Լավ ես քեզ զգում, պապի։ Չհասկացա հեգնանքդ։ Դե Արմանին արգելել էիր։ Հրամայել էիր, որ հետս էլ չխոսի, չշփվի հետս։ Ուրախ լուր։ Երեք բաժանվել ենք, պապի ջան։ Դա արվել է քո անվտանգության համար։ Ես էլ ասում եմ, Արման այս տեքստերը որտեղից է սովորել։ Ես իսկապես սկզբում նրան արգելել էի, որ մոտենա քեզ։ Հետո ինքն էլ հասկացավ, որ միակ ելքը էս է, ինչում համոզված եմ դու էլ հետագայում կհամոզվես։ Ես ուզում եմ հասկանամ։ Ինչի ես դու մտածում, որ դու բոլորիցս լավ գիտես, ինչ է մեզ պետք ու ինչ պետք չի, պապի։ Ուզում հասկանամ ինչի ես մեր կյանքի պատասխանատու ու կարևոր որոշումները դու կայացնում, պապի։ Մամային ու Սարայի պապային դու բաժանեցիր, չէ, պապի։ Գոհ ես արդյունքից։ Չէ, անկեղծ ասա, գոհ ես արդյունքից, պապի ջան։ Էլկա պետք չի։ Ինչը պետք չի։ Ինչի պետք չի։ Պիտի լինի մարդ, որ ես ամեն ինչը կասի։ Հիմա ես ասում եմ։ Մաման սիրում էր ուրիշ մարդու, ամուսնացրիր պապայիս հետ։ Հետո
Վահը ինչ է իր հավանում։ Ռեբեկան բոլորից դեմ գնաց ու ճիշտ դուրս եկավ։ Հետո հերթը իմ ու Սարայինն էր, բայց ինչ որ հրաշքով որոշեցիր, որ Սարան կարա լինի երջանիկ։ Հիմա ուզում եմ հասկանամ, իմ հերթը երբ է գալու պապի։ Ես երբ կարամ լինեմ երջանիկ, երբ կարամ ես էլ հանգիստ ապրեմ ուղակի։ Ես չեմ պատրաստվում քեզ բացատրություններ տալ։ Եթե դու մինչև հիմա չես հասկացել, ուրեմն սրանից հետո էլ չես հասկանա։ Ինչ լավ է, չէ՞։ Չես պատրաստվում բացատրություններ տալ ու վերջ։ Հա, պապի։ Ուզում հասկանամ, ինչի ես դու մտածում, որ դու կարես որոշում կայացնես իմ փոխարեն։ Նախ ես միայնակ չեմ որոշում կայացրել։ Եվ հետո, եթե դուք ձեր կյանքին նման կերպ վերաբերվեք, այո, ես ձեր փոխարեն որոշումներ կայացնելու եմ միշտ։ Տենց չի։ Էդ ճիշտ չի։ Մարդու կողքը չեն լինում մենակ այն ժամանակ, երբ որ ինքը լավ է։ Հիմա Արմանը վատ է, վատ վիճակում է, ու կապ չունի։ Իմ համար վտանգավոր է, թե չէ ես ուզում եմ Արմանի կողքը լինեմ, պապի։ Մենք իրար սիրում ենք, ուղղակի իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք բոլորդ ամեն ինչ անում եք, որ մենք բաժանվենք։ Պապի, ինչի՞ չես կարողանում ինձ ներել իմ երջանկությունը։ Էկա չի կարելի, ինչ ես խոսում։ Էսի դու ընդհանրապես մտածում ես, երբ խոսում ես։ Ես չեմ ուզում, որ դու երջանիկ լինես։ Ես եմ ծանր տանում քո երջանկությունը։ Լավ, կարելի է այդքան ուրացող լինել, հա։ Աղջիկ ջան, բարի գործերը միայն հոյակապ ու սիրուն տեսք չեն ունենում, լինում են եւ էսպիսին։ Ու այդ ամենը արվում է քո անվտանգության համար։ Եթե դու ու Արմանը նույնպես շարունակեիք ձեր հարաբերությունները, շատ ավելի վատ էր լինելու, քան հիմա, որ դու լաց ես լինում։ Չէ, պապի։ Էս մեր անվտանգության համար չի արվում։ Էս ուղղակի պատիժ է, որը որ մենք մեր ծնված օրվանից կրում ենք ու չգիտենք ինչի համար։ Հիմա ինչ դու կարծում ես, որ ես կանգնելու եմ այստեղ ու քո այդ հիմար հարցերին պատասխան տամ։ Հիմար հարց։ Պապի, ես քո թոռն եմ։ Ես քո արյունն եմ, դու մտածում ես, որ իմ երջանկությունը հիմար հարց է, պապի։ Ինձ հետաքրքիր է քո կյանքն ու քո անվտանգությունը, ու սրանով թեման փակ է, վերջ։ Փակ չի։ Փակ չի։